Երեկ երեկոյան ուժեղ քամին Հանրապետության հրապարակում տապալել է լուսավորության սյուներից մեկը։ Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ երեկ ժամը 20-ից ահազանգեր են ստացվել Երևանի կենտրոն, Նոր-Նորք, Էրեբունի, Մալաթիա, Սեբաստիա վարչական շրջաններից, Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերից։ Իրականացվել են տապալված ծառերի մասնատման, հեռացման, պոկված թիթեղների, թեքված սյուների ապամոնտաժման, ամրացման, տարածքի սահմանազատման եւ այլ աշխատանքներ։ Բացահայտվել են եկեղեցիներից կատարված գողությունները, 2 անձ ձերբակալվել է։ Պարզվել է, որ եկեղեցիներից ու մատուրներից գողությունները կատարում են Արմավիր քաղաքի 30 եւ 38-ամյա տղամարդիկ։ Օգոստոսի 14-ին ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Երազխ ճանապարհի Շահումյան գյուղի հատվածում նրանք հայտնաբերվել ու Nissan Magnishի մեքենայով հանդերձ տեղափոխվել են Արտաշատի բաժին։ Ինդոնեզիայի ափերի մոտ 7.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, մահացել է ավելի քան 20 մարդ։ Ըստ տեղական լրատվամիջոցների, զոհվածները երկրաշարժի պահին գտնվել են շինությունների ներսում եւ չեն հասցրել դուրս գալ։ Հիմնական ստորգետնյա ցնցումից հետո տարածաշրջանում գրանցվել են տասնյակ հետցնցումներ։ Երկրի մի քանի շրջաններում արձանագրվել է 1 մետրից պակաս բարձրությամբ ցունամի։ Իրանը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու մասին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Իսլամ լրատվական գործակալության հետ հարցազրույցում Արաղչին ասել է, որ միջնորդները, ինչպես նաև Կատարը, այնպես էլ Պակիստանը հաղորդագրություններ են փոխանակում եւ կապ պահպանում Թեհրանի հետ, բայց դա ամենևին բանակցություններ չի նշանակում։ Բենյամին Նեթանյահուն հերթական սկանդալային հայտարարությունն է արել, Միացյալ Թագավորությունն անվանելով Բրիտանիայի Իսլամական Հանրապետություն։ Իր վերջին հարցազրույցում նա քննադատել է բրիտանական մամուլի կողմնակալությունը եւ զուգահեռներ անցկացրել Թեհրանի եւ Լոնդոնի ապագա միջուկային կարգավիճակի միջև։ Բրիտանացի պաշտոնյաները խստորեն դատապարտել են այս ելույթը, այն համարելով վտանգավոր եւ իսլամատիացության դրսեւորում։ Դիվանագիտական այս նոր անկումը հաջորդել է Լոնդոնի սահմանած պատժամիջոցներին եւ զենքի մատակարարման մասնակի կասեցմանը։ Ռուսաստանը մերժել է Սևծովում Ուկրաինայի հետ զինադադարի հաստատման առաջարկը, հայտնել է երկրի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ըստ նրա, նման քայլի համար հիմքեր չկան, քանի որ Ուկրաինան անօթաչուներով թիրախավորում է քաղաքացիական նավերը։ Սա տեղի է ունենում, երբ Թուրքիան առաջարկել էր Սևծովում անվտանգության հատուկ միջանցքներ ստեղծել առևտրային նավերի համար, իսկ Ուկրաինան, ըստ լրատվամիջոցների, Ռուսաստանին փոխանցել էր քաղաքացիական օբյեկտներին չհարվածել առաջարկ, որը մնացել էր անպատասխան։ Ռուսական նավթավերամշակման գործարանների թիրախավորումը Ռուսաստանի ավելի քան 16 շրջանում վառելիքային սուր ճգնաժամի պատճառ է դարձել։ Երկրում բենզինի դեֆիցիտ է, գնաճ եւ հսկայական հերթեր։ Որոշ խոշոր ցանցերի բենզալցականների 1/3-ը փակվել է։ Իրավիճակը մեղմելու նպատակով մի շարք մարզերում սահմանվել են վաճառքի խիստ սահմանափակումներ եւ ներդրվել է լիցքավորման համակարգ, ըստ մեքենայի պետհամարանիշի զույգ կամ կենտ թվերի։ Ներքին պահանջարկը բավարարելու համար Ռուսաստանը ստիպված է եղել իջեցնել վառելիքի արտադրության ստանդարտները եւ սկսել է բենզին ներմուծել Բելարուսից, Հնդկաստանից եւ Մարոկոից։ Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության 2 նավթատանկեր։ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունը կատարվածի համար մեղադրել է Իրանին, պահանջելով դադարեցնել ագրեսիան եւ անհապաղ բացել նեղուցը։ Հազվագյուտ հյուր է հայտնվել Ուրուգվայի ափերում։ Մոտ 3 տոննայանոց ծովային փիղը դուրս է եկել ցամաք, կարծես թե մի քանի օր հանգստանալու։ Իշխանությունը հորդորել է հիացած բնակիչներին չմոտենալ, չկերակրել հսկային եւ չփորձել նրան վերադարձնել ջուր։